Աբել Մաթևոսյանի օրն այսպես է սկսում անկախ օդի ջերմաստիճանից։ Անպայման նախավարժանքով, ձյան շփումներով ամառը եթե ձյուն չի լինում սառը ջուր։ Այսպես կարող է ժամերով մնալ։ Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ ապագա բժիշկը տարվեց ուշու արևելյան մարտարվեստով։ Երկաթե կամքն ու առողջությունը օդի ու ջրի նման անհրաժեշտ էին, հատկապես երբ Աբելը զորակոչվեց բանակ։ Երբևէ չեմ հիվանդացել, բուժկետ միայն գնացել եմ, երբ որ զինվոր ենք տարել։ Ծառայությունը նրան անակնկալի չբերեց, ավագ եղբայրը սպա է, բանակի մասին շատ էր պատմել, մինչև եղբայրը ազատամարտիկ հայրն էր ոգեշնչել։ Սկզբում դիպուկահար, ծառայության վերջում արդեն սանհրահանգիչ, ավագ սերժանտը ծառայության մասին շատ բան չի պատմում, ոչ էլ լուսանկարների ալբոմ ունի, դիվերսիաներ անձամբ չի կանխել կամ հետ մղել, բայց միշտ պատրաստ է եղել։ Զինվորների հմտությունն է պետք, վարժ լինելը, խուճապի չմատնվելը եւ ճիշտ գործելը։ Այնտեղ մեզ սովորեցնում են ինչ պետք է անենք մենք։ Բանակը նրան սովորեցրեց ոչնչի առաջ չէր կնչել։ Բուհ ընդունվելուց 2 օր հետո մեկնեց ծառայության, բայց վարկյան իսկ չափսոսած հաջորդ 2 տարիների համար։ Բավականին դժվար համակերպվեցի այդ մտքի հետ, բայց վստահ էի, որովհետև ես գիտեի, որ ինքը ցանկացած տեղ կարող է որպես Աբելն ներկայանալ։ Տիկին Մարինեն զինվեց համբերությամբ ու սպասեց որդու վերադարձին։ Դիրքերում հանգիստ չէր, իսկ Աբելը լուռ էր։ Նրա օրինակելի ծառայության մասին պատվոգրերն ու շնորհակալագրերն էին պատմում։ Դե հիմնականում սրանք ստանում էին որպես խրախուսանք լավ ծառայության համար եւ քննությունը, երբ որ քննությունները կիսամյակային, բանակում էլ այդպես, երբ որ լավ էին հանձնում։ 2 տարի առաջ եկավ տուն, բայց ծառայությունը չավարտվեց։ Հիմա էլ բժշկությանն է զինվորագրվել։ Կամ կդառնամ սրտի վիրաբույժ նախնական տվյալներով կամ ուռուցքաբան։ Կիսամյակային քննությունները նոր է ավարտել, բայց հանգստանալու ժամանակը չէ։ Աբելը մյուս ճակատով է գրոհում, ազգագրական պարեր է պարում ու սովորեցնում բոլոր ցանկացողներին, անվճար։ Նելի Հարությունյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։